Նոյեմբերի 22-ին Մյունխենում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի հերթական 6-րդ հանդիպումը դեմ առ դեմ ձևաչափով։ 4 ժամյա հանդիպումից հետո, ինչպես ինտերնետային կայքէջերն են գրում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ալիևին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից, քանի որ ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, այլ ողջ միջազգային հանրությանը, այսպես ասած, անակնկալի էր բերել 2 օր առաջ Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը։ Արդյոք այն մարտահրավեր էր Հայաստանի իշխանություններին եւ իրոք նպատակաուղղված էր բանակցային գործընթացում արդյունավետություն ապահովելուն, ինչպես Ալիևն էր նախատեսել։ Նախ անհասկանալի ինչ է նշանակում կարճաժամկետ, որտեղ պատերազմները չեն պլանավորում ընդհանրապես կարճաժամկետ կամ երկարաժամկետ, եւ երկրորդը ինձ թվում է, որ դա որոշակի նպատակ ունի իր դրությունը արդարացնելու։ Ցավալի է, որ այդ հանդիպման նախօրյակին եւ հանդիպման ընթացքում հնչում են այնպիսի տեսակետներ Ադրբեջանի կողմից, որը ռազմատենչ, այսպես նկրտումներով է ներծծված, որը չի կարող օգնել իրոք առաջընթաց ապահովելու գործընթացի առումով։ Կարծիքներ կան, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ավելի շատ ադրբեջանական ընդդիմությանն ինչ-որ բան ցույց տալու նպատակ ուներ, քանի որ Ալիևի նախընտրական խոստումներից առաջինը եղել է տարածքների ազատագրումը։ Ադրբեջանը ելնում է տարածքային ամբողջականության սկզբունքից եւ պահանջում է բնականաբար տարածքների վերադարձ։ Ինչը իհարկե հայկական կողմը չի ընդունում, մեր կողմից դա անընդունելի է, որովհետև Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ամեն դեպքում չի ընկճվում։ 1994 թվականից կնքված զինադատարը հայկական կողմից երբևիցե չի խախտվել, այն պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կողմից, այսինքն հայկական կողմը ամեն դեպքում կողմնակից է կոնֆլիկտի խաղաղ լուծմանը։ Այն, որ կա որոշակի ներքին տրամաբանություն, որ պետք է հանգուցալուծումը կատարվի փոխզիջման սկզբունքների հիման վրա, առաջընթացը գուցեև տեղի ունենում այդ փոխզիջումների համաձայնության տեսքով, որովհետև շատ բաներ գիտեք, որ կատարվում են բանակցությունների ընթացքը փակ դռների ետևում։ Իսկ Մյունխենյան հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահներից բացի մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները։ Բանակցությունների ընթացքում, ինչպես Մինսկի խմբի համանախագահներն են փաստել, տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Ղարաբաղյան դիվանագիտության ներկայիս վիճակի շուրջ քննարկվել է նախագահների հաջորդ հանդիպման հարցը։ Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիան, օրինակ, հայտարարել է, թե կա որոշակի առաջընթաց, բայց միաժամանակ շատ հարցեր այդպես էլ բաց են մնում։ Բայց ինչ արգելքներ են եղել, իհարկե հայտնի չի այդ մասին, եւ այն հանգամանք, որ հայտարարություն արվեց, որ նորից նախատեսվում է Սերժ Սարգսյան եւ Ալիև մյուս հանդիպումը, սա կնշանակի, որ համենայն դեպս դրությունը այդքան լուրջ եւ լարված չէ, որ կարող է անպայման պատերազմը սկսել, եթե այդ գործընթացը շարունակվում է, եւ ես այն կարծիք եմ, որ Մինսկի խմբի համանախագահները այդքան միամիտ հայտարարություն չէին անի, որ նախապատրաստում են նոր հանդիպում։ Իսկ որն է այն ամենակարևոր հարցը, որի շուրջ առաջընթաց է ձեռք բերվել։ Ֆրանսիացի համանախագահը նշել է, մեջբերում եմ, մենք պայմանավորվածություն ունենք չհրապարակել բանակցությունների մանրամասները, դա պետք է անեն իրենք նախագահները, սակայն մենք համակարծիք ենք այն հարցում, որ այսօրվա բանակցություններում շատ կարևոր առաջընթաց է արձանագրվել, բայց միաժամանակ չի հրապարակվում կամ մանրամասվում, թե որոնք են եղել գործընթացում առկա բարդությունները։ Ավելացնենք, որ համանախագահներն առաջիկայում նախատեսում են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Աթենքում, դեկտեմբերի 1-ին կամ 2-ին կայանալիք նախարարների խորհրդի շրջանակներում։ Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։